Այսօր պատրաստում եմ պահքային շատ համեղ աղցան վինեգրետ։ Տեսանյութում ցույց կտամ ոչ միայն պատրաստման ամբողջ գործընթացը, այլև կպատմեմ այս աղցանի հետաքրքիր առաջացման պատմությունը։ Սկզբում բոլոր բաղադրիչները լավ լվանում ենք և դնում առանձին եփվելու։ Լոբու հետ դնում եմ 2 թեյի գդալ, դա օգնում է, որ այն ավելի արագ եփվի։ Կարտոֆիլը եփում եմ կեղևով և միայն հետո կտրատում, քանի որ այդպես ավելի լավ են պահպանվում դրա վիտամիններն ու բնական համը։ Ճակնդեղն ու գազարը նույնպես խաշում եմ կեղևով, կարող եք դրանք եփել միասին կամ առանձին, ինչպես ձեզ հարմար է։ Երբ բոլոր բանջարեղենները եփված լինեն, կեղևազերծում ենք և կտրատում հավասարաչափ, փոքր խորանարդներով և խառնում իրար։ Մինչ այդ կպատմեմ նաև վինեգրետ աղցանի առաջացման հետաքրքիր պատմությունը։ Վինեգրետ բառը գալիս է ֆրանսերեն վինեգրետե բառից, որը նշանակում է քացախով և յուղով պատրաստված սոուս։ Ֆրանսիական խոհանոցում վինեգրետը պարզապես սոուս էր, ոչ թե աղցան։ 19-րդ դարի սկզբին ռուսական արիստոկրատական խոհանոցում մեծ ազդեցություն ունեին ֆրանսիացի խոհարարները։ Նրանք հաճախ օգտագործում էին քացախով սոուս տարբեր բանջարեղենների վրա։ Ըստ հայտնի պատմության, Սանկտ Պետերբուրգում մի ֆրանսիացի խոհարար տեսել է, թե ինչպես են խաշած բանջարեղենը խառնում և վրան քացախ լցնում։ Նա հարցրել է. «Վինեգրետ է, այսինքն քացախով է»։ Ռուս խոհարարները կարծել են, որ դա ուտեստի անունն է, և այդպես աղցանը սկսել են կոչել վինեգրետ։ Վինեգրետի շուրջ կա ևս մի հետաքրքիր պատմություն, որը վերաբերում է նրա գույնին և կտրատելու ձևին։ Ինչու է վինեգրետը միշտ կարմիր։ Վինեգրետի գլխավոր գունավորողը ճակնդեղն է։ Երբ այն խառնվում է մյուս բանջարեղենների հետ, իր հյութով ներկում է ամբողջ աղցանը կարմրավուն գույնով։ Բայց հին խոհարարները մի հնարք ունեին։ Նրանք ճակնդեղը նախ խառնում էին բուսական յուղի հետ և միայն հետո ավելացնում էին մյուս բանջարեղենները։ Յուղը ծածկում էր ճակնդեղի կտորները և թույլ չէր տալիս, որ ամբողջ աղցանը ներկվի։ Այսպես ստացվում էր շատ գեղեցիկ գունավոր աղցան։ Ինչու էին բանջարեղենը կտրում փոքր խորանարդներով։ Դա նույնպես պատահական չէր։ 19-րդ դարի եվրոպական խոհանոցում տարածված էր մի կանոն. բոլոր բաղադրիչները պետք է լինեն նույն չափի, որպեսզի յուրաքանչյուր պատառի մեջ լինի բոլոր համերի հավասար համադրություն։ Այդ պատճառով վինեգրետի բանջարեղենը կտրում են փոքր խորանարդներով, որպեսզի յուրաքանչյուր գդալում լինեն միաժամանակ ճակնդեղ, կարտոֆիլ, գազար և թթու վարունգ։ Վինեգրետը լայն տարածում ստացավ, որովհետև պատրաստվում էր էժան և հասանելի բանջարեղենից։ Լավ էր պահպանվում ձմռանը, չէր պահանջում միս, ուստի հարմար էր պահքի օրերին։ Այսօր վինեգրետը համարվում է դասական սլավոնական աղցան և հաճախ հանդիպում է հայկական, ռուսական, ուկրաինական ու բելառուսական խոհանոցներում։
Սոխը նույնպես կտրատում ենք խորանարդաձև և տապակում բուսայուղի մեջ։ Տապակելուց հետո ես սոխը քամում եմ և աղցանին ավելացնում միայն բուսայուղը, բայց ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև ամբողջ սոխը։ Վերջում բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք և մեր համեղ վինեգրետ աղցանը պատրաստ է։ Եթե հավանեցիք տեսանյութը, մի մոռացեք բաժանորդագրվել և լայք դնել, որպեսզի չկորցնեք իմ էջում հրապարակվող նոր և հետաքրքիր բաղադրատոմսերը իրենց առաջացման հետաքրքիր պատմություններով։